Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում նրան տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք հայ կառուցողական կուսակցության նախագահ պարոն Անդրեաս Ղուկասյանի հետ։ Ողջույն պարոն Ղուկասյան։ Շնորհակալ եմ, որ այժմ մեզ հետ եք։ Վարչապետ Փաշինյանը որոշեց հրապարակել եւ փաստացի հրապարակեց Ղարաբաղի կարգավորման շուրջ, հարցի կարգավորման շուրջ որոշ փաստաթղթեր։ Այսպիսի հարցեր, մի քանի հարց տամ եւ այնուհետեւ ձեզ չխանգարեմ։ Ինչու նա այդ որոշումը կայացրեց, ինչ էր ուզում ապացուցել Փաշինյանը, ինչ մենք չգիտեինք եւ իմացանք այդ մի քանի փաստաթղթերից եւ երևի թե այդքանը ինչ պարզվեց, այսպես ասեմ, գոնե մենք եթե ընթերցեցինք, ծանոթացանք, ինչ որ նոր բան պարզվեց, թե ոչ։ Պարզվեց, որ ԵԱՀԿ հովանու ներքո խաղաղ կարգավորումը, Մինսկի խմբի համանախագահների առաջարկները իրականում հետապնդել են 3 նպատակ, եւ այդ նպատակներից մեզ համար գլխավորը այն է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքում կարգավիճակը այդ տարածքի պետք է որոշվեր հանրաքվեով եւ այդ հանրաքվեն պետք է լիներ ազատ ցանկացած հարց կարող էր տրվել այդ հանրաքվեի առանց սահմանափակման եւ դա պիտի բերեր Արցախի խնդրի հանգուցալուծմանը մարդկանց ազատ կամ արտահայտության հիման վրա։ Իհարկե խոսքը այնտեղ գնում է ամբողջ բնակչության մասին Լեռնային Ղարաբաղի, այսինքն ի նկատի ունեն, որ բոլոր այն իրավատերերը, ովքեր որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվել են, իրավունք ունեն այդ հանրաքվեին մասնակցելու։ Պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ, տարիներ շարունակ իրականությանը չհամապատասխանող թեզեր առաջ քաշում հանրության առջև, պնդելով, որ ԵԱՀԿ հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի նպատակն էր Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Բազմիցս լսել եք իրենից այդ հայտարարությունը։ Վերջերս ինքը կրկին հայտարարություն արեց, որ իր կարծիքով հրապարակված փաստաթղթերից մենք պետք է գանք եզրակացության, որ միջազգային հանրությունը իդեմս ԵԱՀԿ-ի եւ իդեմս գերտերությունների համանախագահող պետությունների նպատակ չուներ խաղաղ կարգավորման բերել հայ-ադրբեջանական հակամարտությունը, այլ կախման մեջ պահել Հայաստանը եւ Ադրբեջանը։ Խորհրդարանում այսպիսի հայտարարություն օրեր առաջ արեց Փաշինյանը։ Փաստաթղթերից բխում է, որ դա այդ կարծիքը վարչապետի սուտ է, իրականությանը չի համապատասխանում։ Ամբողջ գործընթացը վերջի տարիների կարելի է ասել, սկսած 14 թվականից բավականին մանրամասն փաստաթղթերի էվոլյուցիան հրապարակված երևում է, ինչպես է արվում, մինչ այդ հրապարակված փաստաթղթերը եւս մինչ այդ ժամկետը հրապարակված փաստաթղթերը եւս դա հաստատում են, այն ինչ որ ասեցի։ ԵԱՀԿ հովանու ներքո խաղաղ կարգավորումը այո հետապնդել է 3 նպատակ, առաջինը Ադրբեջանին հսկողության տակ վերադարձնել, ինքնիշխանության տակ վերադարձնել այն տարածքները, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 93 թվականին ճանաչել էր տեղական հայերի կողմից գրավյալ, խոսքը 7 շրջանների մասին, այդպես հանրությունը գիտի, 7 շրջաններ, որպես այդ տարածքների անվանում։ Երկրորդ նպատակը Արցախում հանրաքվե, որը կորոշի Արցախի կարգավիճակը, երրորդ նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատում, ճանապարհների բացում, տնտեսական հարաբերությունների բացում եւ այլն, այսինքն բոլոր այն խաղաղության համար անհրաժեշտ խաղաղությունից բխող հարաբերությունների վերականգնում։ Այս 3 նպատակները հստակ են երևում առնվազն 14 թվականից ի վեր բոլոր փաստաթղթերում, այսինքն իրենք դրանով սկսվում են։ Երևի ամենա, այսպես ասած, կներեք այդ արտահայտությունը տուպոյ ընթերցողի համար կարդալուց
որպեսզի հարցեր չլինեն, չառաջանան ոչ մեկի մոտ տարակարծություններ, ինչ որ տողատակերում, արանքներում, մեկնաբանություններ հաշվի առնելով հայ-ադրբեջանական հասարակությունների նաև առանձնահատկությունները ամեն ինչի մեջ բան մանգալ եւ այլն, պարզ եւ հստակ ամենայն հստակությամբ շարադրված են այդ 3 նպատակները, որոնք որ ոչ մեկին տեղ չեն տալիս մեկնաբանություն անել, որ ինչ որ չար նպատակներ ուներ խաղաղ կարգավորման գործընթացը, որ այնտեղ անտեսված է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի բնակչության իրավունքները, օրինական միջազգայինորեն ճանաչված իրավունքը, կոլեկտիվ իրավունքը, սեփական կարգավիճակը որոշել ինքնուրույն։ Այստեղ մի հարց։ Եվ ներողություն ամեն ինչից, բոլոր այդ փաստաթղթեր, արդեն այն ինչ որ ասեցի սովորական ընթերցողի համար պարզ է, մասնագետների համար պարզ է եւ կարմիր գծով անցնում է այն միտքը, սկսած 97 թվականի առաջի առաջարկներից Մինսկի խմբի եւ մինչեւ 19 թվականի վերջի առաջարկը, որ ԵԱՀԿ-ն Մինսկի խմբի համանախագահող պետությունները երբեք չեն ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ ԵԱՀԿ-ն, միջազգային հանրությունը, գերտիրությունները, Մինսկի խմբի համանախագահող պետությունները ճանաչել են Ադրբեջանի ինքնիշխանությունը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից 93 թվականին գրավյալ ճանաչած հայկական տեղական ուժերի կողմից գրավյալ ճանաչած շրջանների նկատմամբ, այո, ճանաչել են, բայց երբեք չեն ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Կարմիր գծով բոլոր փաստաթղթերից դա բխում է։ Սովորական ընթերցողին այդ հարցը կարող է պարզ չլինի, բայց յուրաքանչյուր նվազագույն մասնագիտական շեմ անցած մասնագետին միջազգային իրավունքի դա պարզ է։ Հենց առարկայի, այսպես ասած, ձևակերպումը, որ կարգավիճակը պետք է որոշվի, արդեն նշանակում է, որ Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նկատմամբ չի ճանաչվում։ Այս դիսպոզիցիան հստակ է, պարզ է հրապարակված փաստաթղթերից եւ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը մոլորության մեջ էր դնում այ հասարակությունը վերջի տարիների ընթացքում, ներկայացնելով հարցը իբրև թե Մինսկի խմբի համանախագահող պետությունների առաջարկները չեն պաշտպանել Արցախի օրինական իրավունքները, ինքնորոշման իրավունքը, նպատակ էին հետապնդում Ադրբեջանի կազմում թողնել Արցախը եւ այլն, այդ ամբողջը իրականությանը չհամապատասխանող պնդումներ են։ Խաղաղ կարգավորման նպատակն էր, հստակ կարելի է ասել, Արցախի խնդիրը հանգուցալուծել մարդկանց ազատ կամ արտահայտության հիման վրա։ Պրակտիկորեն հայկական կողմի համար, որ իրականությունը Արցախում մեծամասնությունը կազմել են, կազմում են եւ կազմելու են հայերը։ Դա նշանակում էր Արցախի անջատում օրինական ճանապարհով։ Խաղաղ կարգավորման կարելի ասել գործընթացը հասել էր 19 թվականին այն դրության, երբ որ խնդիրը ընդհանրապես կայանում էր նրանում, ինչպես ձևակերպել, ինչպես այսպես ասած կարգավորել Արցախի խաղաղ անջատման, այդ փաստի միջազգային ճանաչում։ Հանրակրվեի արդյունքում, ճիշտ է։ Դրա համար հարկավոր էր հանրակրվե, դրա համար պարզ էր, որ հանրակրվեն որ տարածքում կարող է արվել։ Այն տարածքում, որտեղ որ հրճակվել է Արցախի հանրապետությունը։ Ես այնուամենայնիվ ներողություն հիշեցնեմ բոլորին, որ 92 թվականին, երբ որ Լեռնային Ղարաբաղը իր անկախությունը հրճակեց, դեռևս գրավյալ տարածքներ չեն եղել։ Գրավյալ տարածքները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ճանաչված տարածքները, դա պատերազմի արդյունքն է 93 թվականից սկսած, եւ դա առհասարակ տեղի չէր ունենա, եթե Ադրբեջանը 92 թվականից չփորձեր ուժով հայերին դուրս հանել Արցախից։ Բոլորը դա հասկանում են, որ
այդ օկուպացիան տեղի ունեցավ որպես հետևանք Ադրբեջանի կողմից ձախողված փորձերի բնաջնջել Արցախի հայերին, տեղահանել, դուրս բերել իրենց եւ այլն։ Բարի, եթե փորձում ենք ներողություն, իսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը սահմանափակեցին հետեւյալ բանը, որ անկախ նրանից թե պատերազմը ինչ արդյունք ունի, ոչ մի ուժով գրաված տարածք օրինական չի կարող համարվել եւ Ադրբեջանը չի կարող համարել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը իր տարածք, իր ինքնիշխանության տարածք, իսկ հայկական կողմը չի կարող համարել Քելբաջարը, Աղդամը, Լաչինը, Կուբատլուն, Զանգելանը, Ջեբրայիլը, Ֆիզուլին իր տարածք։ Ամբողջը դուք մատնանշեցիք, որ կա երկու խնդիր, խառնաշփոթը եղել է, մենք վաղուց այնց ենք այդ մասը խոսում, բայց դուք հիմա մատնանշեցիք, որ խառնաշփոթ է եղել, այո, եղել է 7 շրջան, որը անվերապահորեն պետք է վերադարձվեր եւ դրա մասին էին այդ 4 բանաձևերը, պետք է վերադարձվեին Ադրբեջանին եւ եղել է առանձին Արցախի հարց եւ հարց ճիշտ է Արցախի կարգավիճակի Արցախի կարգավիճակի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակի ընդհանրապես Արցախի հարցը Լեռնային Ղարաբաղ հիմա դուք խառնաշփոթ եք մտցնում դե հիմա ավելի հստակ է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակի հարց Հիմա որը կապ չունի այդ 7 շրջանի հետ, այո 7 շրջանը հիմա նորից տարանջատումը արեք երկու խնդիրների, որպեսզի մենք առանձին դիտարկենք։ Տեսեք դասավորությունը 94 թվականին պատերազմը ավարտվեց հրադադարով։ Հրադադարի պայմանը հետևյալն էր. հայկական ուժերը պետք է դուրս գային գրավյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից։ Ես միշտ այդ նախադասությունը կրկնում եմ. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից գրավյալ ճանաչված տարածքներ։ Դա 6 տարածքներ են բացի Լաչինից։ Լաչինի շրջանին վերաբերյալ այդպիսի բանաձև, այդպիսի որակում չի եղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից։ Եղել է Քելբաջարի, Աղդամի, Զանգելանի, Ջեբրայիլի, Ֆիզուլի վերաբերյալ։ Եվ 4 բանաձևերից 3-ում մատնանշված են կոնկրետ շրջաններ, իսկ մեկում պարզապես ողջունում են կողմերի միջև կնքված հրադադարը, որը որի դեպ հետագայում խախտեց ադրբեջանական կողմը։ Եվ այսպես ասած բոլոր մանիպուլյացիաները եթե դուրս բերենք հստակ դիվանագիտական տեսակետից բանակցային սեղանի շուրջ ստեղծվել էր հետևյալ դասավորությունը։ Հայաստանի որևէ ղեկավար մինչև Նիկոլ Փաշինյանի ի հայտ գալը երբեք չի վիճարկել 7 այսպես կոչված շրջանների հետ վերադարձի հարցը։ 94 թվականի հրադադարի որպես դա պայման ընդունելուց հետո եւ դրանից հետո երբեք հայկական կողմը դա չի վիճարկել այն պարզ տրամաբանությամբ, որ եթե հայկական կողմը հրաժարվեր 7 շրջանի վերադարձի հարցում, հրաժարվել դրանից, դա Ադրբեջանին տալիս էր իրավունք համարել սա հրադադարի պայմանների խախտում եւ վերսկսել պատերազմ։ Դրա համար դիվանագիտական այսպես ռազմավարությունը Հայաստանի եղել է բոլոր այս տարիների ընթացքում չէ վիճարկել շրջանների հետ վերադարձի հարցը, բայց վիճարկել կարգավիճակին վերաբերվող հարցեր, առաջ քաշել պայմաններ, որոնք վերաբերվում են կարգավիճակի ճանաչմանը, դրա պրոցեդուրային, հանրաքվե անցկացնելու պրոցեդուրային, դրան վերաբերվող հարցերին եւ այլն եւ այլն։ Հայկական կողմի ռազմավարությունը եղել է այդպիսին։ Ադրբեջանի կողմից Մինսկի խմբի համանախագահների առաջարկների մերժումը այլ հետևանք ուներ։ Հայաստանի կողմից մերժումը առաջի կետով, շրջաների կետով հետևանքը պատերազմներ, Ադրբեջանի համար մերժումը երկրորդ կետով հանրաքվեի կետով խաղաղ առաջարկների հետևանքը ստատուս կվոյի պահպանումն էր։ Պարզ տրամաբանությունը, երբ որ սեղանին դրված է, որ այո, հակառակորդ կողմը պատրաստ է օկուպացված տարածքները, գրավյալ տարածքները հետ վերադարձնել, կա հրադադար, իրավունք չունես այդ հրադադարը այդ դեպքում խախտելու,
կարող ես համաձայն չլինել կարգավիճակի հետ կապված հարցերում, այդ դեպքում ստատուս կվոն պահպանվում է։ Եվ 30 տարի ստատուս կվոն պահպանվում էր այդ տրամաբանությամբ եւ ինքը կպահպանվեր եւս 150 տարի, մինչեւ որ Ադրբեջանը համաձայնություն չտար հանրաքվեին վերաբերվող հարցերին։ Իսկ Ադրբեջանը այստեղ էլ գալիս է երկրորդ հարցը։ Մյուս փաստարկը ես հիմա բերում շարունակեք, բայց Ադրբեջանի դիրքորոշման մասին խնդրում եմ անպայման Նիկոլ Փաշինյանը քողարկելու համար իր ընդունած որոշումը հրահրել պատերազմ, գիտեք, Նիկոլ Փաշինյանը մերժել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկը։ Մերժել է առաջի եւ երկրորդ կետով, եւ տարածքների վերադարձով, եւ կարգավիճակի հանրաքվեի անցկացման վերաբերյալ երկրորդ հարցով։ Երկու հարցով է մերժել։ Եվ դա Ադրբեջանին հնարավորություն է տվել հարձակվել Արցախի վրա։ Իրեն արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վերջերս նորից կրկնեց, որ Ադրբեջանի համաձայնությունից էր կախված հանրաքվե։ Իհարկե Ադրբեջանի համաձայնությունից էր կախված խաղաղ կարգավորման, որպեսզի համաձայնագիրը կնքվի, երկու կողմերը պիտի համաձայնություն տան։ Այո, իհարկե Ադրբեջանից, բայց Ադրբեջանի կողմից համաձայնություն չտալը նշանակում էր ստատուս կվոյի պահպանում։ Ադրբեջանը չէր կարա մերժեր Մինսկի խմբի համանախագահների կողմից իրեն առաջադրվող առաջարկը հանրաքվեի վերաբերյալ եւ սկսել պատերազմ։ Այսինքն 100 տարի էլ կարող էր մերժել Ադրբեջանը, որքան հասկացանք Սերժ Սարգսյանի նամակից այդ Պուտինին ասում էր, որ Ադրբեջանը վերականգնում է իրենց ներքին այդ սահմանադրության մեջ ինչ որ կետեր, որ չեն կադրադառնանք դրան հարցը դա չի։ Առարկությունները վերաբերվում էին որ հարցին, երկրորդ հարցին, չէ, հանրաքվեին վերաբերում։ Եվ ինքը իր ենթադրություններն էր նաև մտավախությունները, ձևակերպում Ադրբեջանի ռազմավարության մասին։ Այդ նամակի մասին շատ խոսացին, բայց ես մի հատ հարց տամ, երբ այդ նամակը գրվել։ Որեն գրած է, չէ՞ ամսաթիվ։ Ինչի մենք մի հատ դրանից չսկսենք։ Որ այդ նամակը գրվել է 2016 թվականի օգոստոսի 5-ին։ Ապրիլյանից հետո։ 2016 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանում ինչ էր։ Ապրիլյանից հետո էր դա։ Մի հատ ՊՊՑ գունդ չեղավ արանքում։ Հուլիս, այո։ Եվ երբ հանձնեցին զենք վայր դրեցին ՊՊՑ-ի ապստամբները։ Օգոստոսի 1-ին Սասնա ծռերը վայր դրեցին զենքերը, օգոստոսի 5-ին Սերժ Սարգսյանը առարկություններ ներկայացրեց Վլադիմիր Պուտինին։ Կապ չեք տեսնում։ Հայաստանում հուլիսին տեղի ունենում ուժային գործողություն։ Պահանջներից մեկը դադարեցնել խաղաղ կարգավորման գործընթացը։ Օգոստոսի 1-ին վայր են դնում զենքը, օգոստոսի 5-ին Սերժ Սարգսյանը նամակագրում, որ դադարեցնում ենք հետաձգում են խաղաղ կարգավորման գործընթացը, կապ չեք տեսնում։ Եթե նամակը գրված լիներ հուլիսի 1-ին մինչև ապստամբությունը, երևի անհնար կլներ կապ դնել։ Եթե սեպտեմբերի 30-ին դժվար կլներ կապել իրար հետ։ Բայց եթե օգոստոսի 1-ին ստեղ վայր են դնում զենքերը, ստեղ նամակ են գրում, ասում են դադարեցնում ենք, ստոպ ենք տալիս այդ խաղաղ։ Դա նշանակում է, որ ընդունել են ՊՊՑ գնդի առաջ քաշած այդ ապստամբների պայմաններից մեկը։ Իսկ եթե սեպտեմբերի 8-ին մի քանի շաբաթ հետո կառավարություն են փոխում, դա նշանակում է, որ երկրորդն էլ են ընդունել, չէ՞, առաջի պայմանը եղել էր կառավարություն փոխել, բանը Սեֆիլյանին ազատ արձակելն էլ։ Եթե դուք իրենց հայտարարությունը կարդաք, դա վերջի պայմանն է։ Առաջի պայմանը եղել է դադարեցնել բանակցությունները։ Երկրորդ պայմանը եղել է նոր կառավարություն նշանակել։ Երրորդ պայմանը եղել է բոլոր քաղբանդարկյալներին ազատել։ Սա կարևոր չի վերլուծության համար Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների գնահատելու համար։ Որ այո 16 թվականի օգոստոսին Հայաստանում ըստ էության այնպիսի արմատական քաղաքական փոփոխություններ եղան Սերժ Սարգսյանի կառավարության համար, որ ինքը ստիպված եղավ իր մինչև այդ կատարվող կուրսը փոխել։ Նամակ գրել Սերժ Սարգսյանին, նոր կառավարություն ձևավորել եւ այլն եւ այլն։ Այսինքն
դա կարևոր հանգամանք է հասկանալ երկրի ներքին process-ը արտաքին process-ի հետ ինչպես է գնում արտաքին process-ը մենք հիմա չէ վերլուծեցինք որ իհայտ է գալիս ինչ որ Նիկոլ Փաշինյան որը որ 30 տարի հայկական կողմի ռազմավարությունը խախտում է իր որոշմամբ մերժում է Մինսկի խմբի առաջարկները ամբողջությամբ ոչ միայն ավանդաբար ինչպես հայկական կողմը դիտողություններ է անում կարգավիճակի վերաբերվող հարցերին այլ նաև տարածքների վերադարձի հարցը Մյունխենի անվտանգության կոնֆերանսում հրապարակային Նիկոլ Փաշինյանը ասում է հայկական կողմը զրոյից է առաջարկում սկսել բանակցային գործընթացը մեզ ընդունելի չի այդ ինչը որ եղել է մինչև այդ եւ մենք եւ ինքը Նիկոլ Փաշինյանը առաջ քաշեց իր խաղաղ կարգավորման սկզբունքները այդ սկզբունքներից առաջիններից մեկը չկան տարածքներ կա անվտանգություն դա նշանակում է մերժում ՄԱԿ-ի անվտանգության կողմից գրավյալ տարածքները վերադարձնելու վիճարկում դրա հրապարակային ասել է մարդը ամբողջ աշխարհի արչև չի մասին է խոսքը Հայաստանում մութ է լույսը անջատվել է մարդիկ նայում են չեն հասկանում որ Նիկոլ Փաշինյանը ով է հրահրել պատերազմ հարցին պատասխանը Նիկոլ Փաշինյանն է դա արել նա մյուս հարցը խի է դա արել Նիկոլ Փաշինյանը բացադրում է խի արել իր բերվող բացադրությունը որովհետև Ադրբեջանը միևնույնն է չեր համաձայնվի Արցախում հանրակրվեի չեր համաձայնվի բայց դրա հետևանքը պատերազմ չի Ադրբեջանը 30 տարի չեր համաձայնվում Արցախում հանրակրվեի եւ 30 տարի պատերազմի հնարավորություն պատերազմելու չի ունեցել ակցիաներ է ինչ որ արել դիվերսիաներ է արել եւ այլն բայց Արցախում կազմակերպել չէր կարող քաղաքական հնարավորությունը չուներ քաղաքական դաշտի բոլոր քաղաքական ուժերը բնականաբար այս կարևոր հարցով պիտի դիրքորոշվեն մենք այս պահի դրությամբ տեսնում ենք որ այդպիսի process չի գնում առանձին քաղաքական ուժերը առանձին մտքեր են արտահայտել օրինակ դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը խոսեցին որ ինչի հրապարակված փաստաթղթերի ցանկում նաև այսպես աղբյուր չունեցող հայկական ժամանակում հրապարակված Քիվեստի պայմանը դա էր իրենց դիտողությունը Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցության պաշտոնական դիրքորոշումը ես այդպես էլ չհասկացա ինչումն է իսկ դա հանգույցային դերակատարներն են մենք տեսանք Լևոն Զուրաբյանի ասուլիսը բայց այդտեղ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի դիրքորոշումը մենք չլսեցինք մենք տեսնում ենք այս պայդրությամբ որ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ Ռոբերտ Քոչարյանը ոչ Սերժ Սարգսյանը պաշտոնապես գնահատական չեն տալիս Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն փաստաթղթով հիմնավորված հրապարակային իրականությանը չհամապատասխանող քարոզչական, քաղաքականության։ Սուտ խոսալուն, այսպես ասեմ։ Առաջի, այսպես պատասխանատվություն կրողները հայ ժողովրդի առջև ով պիտի հիմա համատեղ կամ առանձին հայտարարություններով հանդես գան հրապարակված փաստաթղթերը գնահատելու եւ Նիկոլ Փաշինյանի արարքները գնահատելու, այդ երեքն են։ Ինչու չեն անում։ Ես չունեմ այդ հարցի պատասխանը։ Երկրորդ խնդիրը, տեսեք, հիմա ինչ վիճակում է կուսակցությունները, քաղաքական ուժերը, այդ երեքը պիտի անեն իրենց դիրքորոշումները, որպեսզի մնացած բոլոր կուսակցությունները դիրքավորվեն։ Իրենք տեղավորվում են Նիկոլ Փաշինյանի սուտի մեջ։ Այսինքն հիմա ի հայտ եկավ հիմնավոր փաստ կա Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, դա վերաբերվում է ըստ էության պաշտոնավարման, չի կարող երկիրը պաշտոնավարը կառավարությունը գլխավորել մարդ, որը որ կատարել է քայլ դիտավորությամբ կամ սխալմամբ, ամփոփության
եղանակով, որը բերել է պատերազմի, քաղաքացիների զոհերի խոշոր վնասների։ Դա կոչվում է խոշոր վնաս։ Մարդկանց այդքան մարդկանց զոհվելը, նյութական ռեսուրսները եւ այլն։ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրել էր մի քանի միլիարդ դոլար վարկ։ Եվ այսպես ասած անվտանգության դոկտրինում պարտավորությունը Լեռնային Ղարաբաղին պաշտպանելու, անվտանգության երաշխավոր հանդիսանելու, նաև ուներ նյութական տնտեսական կողմ։ Հայաստանի Հանրապետության ներդրումները Արցախի Հանրապետության տրամադրված վարկերը նմանատիպ տնտեսական շահեր ուներ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Եվ հիմա սա իհարկե լուրջ հարց է, որովհետև Նիկոլ Փաշինյանի գործողությունը կամ անգործությունը երկրին, պետությանը պատճառել են լուրջ վնասներ, նյութական վնասներ, մարդկանց կյանքը անգնահատելի է, մարդկանց անձնական վնասներ։ Չպիտի քաղաքական, կուսակցական միավորները այդ հարցում դիրքավորվեն, դիրքորոշում ունենան։ Ֆանտաստիկ իրավիճակ է երկրի համար, երկրի ղեկավարի, երկրի դեմ կատարած քայլը բացահայտվեց։ Դրա հետևանքը, ուղիղ հետևանքը, առաջինը, ինչպես ասեցի, 3 նախագահների արձագանքը պիտի լիներ, երկրորդ շերտը բոլոր կուսակցությունների դիրքորոշում։ Կողմ են, դեմ են, ոնց են գնահատում են, չեն գնահատում եւ այլն, բայց բոլոր այնտեղ 70-ը, 100-ը, 150-ը ինչքան է այդ թղթի վրա գրանցված կուսակցությունների քանակը այսօր Հայաստանում պիտի այս հարցում հստակ դիրքորոշում ունենան։ Իրենք միանում են Նիկոլ Փաշինյանի արարքին, իրենք Նիկոլ Փաշինյանի հետ են, այսինքն Նիկոլ Փաշինյանի կատարած քայլին տեր են, թե պահանջում են Հայաստանը պաշտպանել Նիկոլ Փաշինյանից։ Այս խնդիրը հիմա առաջացնում է մյուս հարցը։ Նիկոլ Փաշինյանը երբ որ հրապարակում էր այդ ամեն ինչը, չգիտեր, որ այդպիսի քաղաքական իրավիճակ կարող է ստեղծվել Հայաստանում։ Կարծում եմ գիտեր։ Եվ այն, որ մենք չենք տեսնում 3 նախագահների հրապարակային դիրքորոշումները, այս գործընթացի հետ կապված, վկայում է, որ այս պահի դրությամբ մեզ, ինձ եւ ձեզ հիմք է տալիս մտածել, որ ինքը հրապարակեց այդ փաստաթղթերը ունենալով կոնսենսուս, որ լրությամբ է անցնելու, որ խորհրդարանական կուսակցությունները այսպես քննադատեն խորհրդարանի ամբիոնի մակարդակով, բայց պաշտոնական հայտարարություններ կուսակցությունները չեն անի, որ նախագահները նախկին պաշտոնական հայտարարություններ չեն անի, եւ արտախորհրդարանական ուժերի մեծ մասը, որը որ այսպես ասած այս կամ այն չափով փոխկապակցված է շահնությունների հետ, դրանք էլ զեն չեն հանի։ Այդ ամեն ինչը ունենալով այդ հսկողությունը իրավիճակի, որ ԶԼՄ-ները ոչ մեկ չի նստի, չի թարգմանի, ոչ, չէ, կարծեմ թե միայն Ազատություն ռադիոկայանը 16 թվականին ես իմ երբ հա թարգմանել այդ հիմա պետք է չէ տարածումը լիներ ռուսերեն լեզվով հրապարակված փաստաթղթեր են հայերեն թարգմանել է այսինքն չեն արվում քայլեր չէ որ տարածումը հասանելիությունը մարդկանց փաստաթղթ տեսեք ես անձնական պրակտիկայում ունեմ դեպք Նիկոլ Փաշինյանը 18 թվականի սեպտեմբերին հանդես է գալիս հայտարարությամբ ասում է բոլորին ունեմ լավ լուր LRD մասնագիտական ընկերությունը LRD-ը տվել է եզրակացություն, որ ամուլսարը կարելի է բացվել, բնությանը վտանգ չկա։ Մենք բացում ենք LRD այդ մասնագիտական ընկերության եզրակացությունը, այնտեղ գրած է հակառակը։ Որ մաքրման կայանները կառուցվել են սխալ եւ հանքը բացել չի կարելի։ Ստիպված կազմակերպում ենք ուղիղ եթեր, որպեսզի մարդկանց կարդանք, մեջը ինչա գրած։ Եվ այն ժամանակ դե տաք էր հասարակությունը ստեղծվում է իրավիճակ, Փաշինյանը ստիպված է հավաքել
վիդեոկոնֆերանս գումարել Էլարդի հետ եւ այդ վիդեոկոնֆերանսի ժամանակ հաստատվում է, որ Էլարդը տվել է բացասական եզրակացություն։ Այդտեղ իհարկե կուսանք առաջացավ իմ մոտ Նիկոլ Փաշինյանը երբ որ կարդում է ինչ-որ մի տեքստ, ինքը ընկալում է դա, ընկալման խնդիրը իր մոտ ոնց է, մենք անցանք համարեցինք, որ հիմա նույն իրադրությունն է, բայց արդեն ավելի տասնապատիկ կարևոր հարցով, Արցախի կարգավորման հարցում հրապարակված են բոլոր փաստաթղթերը։ Եթե Նիկոլ Փաշինյանի մտավոր ունակությունները իրեն ես ինչի Էլարդի օրինակը բերեցի թույլ չեն տալիս հասկանալ այդ փաստաթղթերի բովանդակությունը, դա պիտի ժողովուրդը իմանա, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի մտավոր ունակությունները այսպիսի բաներ ունեն, հետևանքներ ունեն։ Դա լուրջ ավարիա է, չէ՞։ 4200 մարդու կյանք եւ մի քանի միլիարդ դոլարի վնասներ։ Ես էլ թողնում եմ հայրենիք, իրավունք 120,000 մարդ օրինական իրավունքներ։ Պետության նյութական բաներ։ Դա հարց է, չէ՞։ Լավ, հասկացանք Հայաստանը փոքր պետություն է, բայց եթե այսպիսի հարց կա երկրի կառավարության ղեկավարի մտավոր կարողությունների հարցը, դա խնդիր չի երկրի համար։ Խնդիր է, չէ՞։ Մենք հիմա, չէ, պիտի լավ էդ էլ կողք դնենք։ Որոշում պիտի ընդունեն բոլորը, նորից եմ ասում, բոլոր կուսակցությունները, լավ, հասկացանք, նախագահները մտան կոնսենսուսի մեջ, ինչ որ նախընտրական արդեն բոլորը պայմանավորվել են, ով ինչա բան լուր, այսպես ասած էս բանը։ Բայց քաղաքացիական հասարակությունը երեք նախագահների ոչ արձագանքը, ինչպես դուք ասում եք, բացատրում եք դրանով, որ հավես չունեն, հա, քաղաքական պայմանավորվել են Փաշինյանը։ Դուք իրավունք ունեք այսօր չգալ եթեր։ Այսինքն տեսեք, մենք բոլորս ունենք պարտավորություններ բխող մեր գործունեությունից։ Դուք որպես լրատվական միջոց ունեք պարտավորություն պահպանել եթերային ցանկը, չէ՞։ Չեք կարող մի օր հաղորդում եմ մի ժամին անել, մյուս օր մյուս ժամին։ Նույնը քաղաքական գործունեության մեջ։ Երեք նախագահները, նախկին նախագահները եղել են բանակցող, երկրի ղեկավարներ բանակցող խաղաղ կարգավորման հարցում։ Շեղանին դրված են գրեթե բոլոր փաստաթղթերը խաղաղ կարգավորմանը վերաբերվող։ Եվ արված են ինչ-որ պնդումներ, չէ՞, որոնք վարկաբեկում են խաղաղ կարգավորումը, վարկաբեկում են այդ բոլոր երեք նախագահների մինչ այդ կատարած աշխատանքը, իրենց սեփական բարի համբավը պաշտպանելու համար, Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար, քաղաքական իրադրությունը պարզաբանելու ժողովրդի համար, պարտականությունը չի Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարների իրենց դիրքորոշումը հայտարարել, որպեսզի պարզաբանում անել, պարզություն մտցնել հասարակության համար այս հարցում։ Հիմա ինչ Նիկոլ Փաշինյանի խոսքն է, վերջի խոսքը, հա, որ 30 տարի կապիկությունով են զբաղվել բոլորը, հա։ Դա էլ Փաշինյանի խոսքը չի, դա ում խոսքն է։ Պնդումը, որ Մինսկի խմբի գործընթացը հետապնդել է չար նպատակներ խաղաղ կարգավորման։ Ալիևի սիրած խոսքն է։ Դա Ալիևի նարատիվն է, չէ՞։ Այո։ Որ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը կրկնում է։ Այսինքն դա հարց չի։ Ինչի Ալիևի նարատիվը մնում է հիմա սեղանին վերջինը։ Մեր հասարակությունը ինչով մնաց։ Հրապարակեցին փաստաթղթերը եւ մնաց այդ Ալիևի ասածը, որ Մինսկի խումբը դա բաներ թերի խաղաղ կարգավորում իրականացնող։ Իրականում լծակ չուներ ըստ երևույթին Մինսկի խումբը, բայց դրա մասին չի լծակ չուներ Ադրբեջանին հարկադրելու հանրակրվեն ընդունել։ Ուներ ջանցեցիք։ Ուներ այդ լծակը ստատուս կվոյի պահպանումն է։ Ես ձեզ դա բացատրեցի, դա երևի լավ չէ։ Չէ, լավ չբացատրեցիք։ Տեսեք, Ադրբեջանը որքան ժամանակ չէր համաձայնվի հանրակրվեի հետ, այդքան ժամանակ իր տարածքը կմնար օկուպացիայի տակ։ Դա լծակ չի, ըստ ձեզ։ Այսինքն 7 շրջանները կմնան։ Այո։ Փաթեթային բառը լավ, ես այնտեղ մի նշանակություն ունի։ Վիճել, սա գուցե քննարկման թեմա է։
Ինչն է քննարկման թեմա, դե քննարկման թեմա չկա։ Ըստ իս քննարկման թեմա է, բայց որ հարցն եք ուզում քննարկեք, բարձաբանենք մեր ձևակերպումը վերջին, որ եթե ստատուս քվոյի հարցը մնում է արկախ, մնում է չլուծված է մնում նաև 7 շրջանների հարցը։ Այո, դա այդպես է։ Այո, դա այդպես է։ Այդ լծակ կոչվածը միջազգային հանրությունը, գերտերությունները կապել էին հետևյալ կերպ։ Ադրբեջան դու կարող ես 1000 տարի չհամաձայնվել հանրաքվեի, բայց 1000 տարի կմնա օկուպացված քո 7 շրջանները։ Փաթեթային բառը հետևյալ բովանդակությունն ունի։ Կարգավիճակի վերաբերվող համաձայնությունը փաթեթի մեջ է տարածքների վերադարձի վերաբերյալ։ Փաթեթային բառը դուք օգտագործեցիք, այդտեղ բառը օգտագործված է տեքստի մեջ։ Ոչ, ես օգտագործում եմ 19 թվականի Որեկյան փաթեթայինի։ Այն ինչ որ հրապարակվել է, կարդացել եք։ Այո, իհարկե, ես փաթեթային 91 թվականից եմ հետո։ Չէ, խոսքը 2019 թվականի կոնկրետ սեղանին դրված, ինչ որ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին։ Փաստաթուղթը, որը կոչվում է հռչակագիր, մեջ ինչ է գրած։ Փաթեթային որոշումը, որի առաջին փուլը սա է։ Փաթեթային նշանակում է, որ տարածքի վերադարձի հարցերը փոխկապակցված են կարգավիճակի հարցերին։ Այսինքն չի կարող լինել տարածքների վերադարձ առանց Ադրբեջանի համաձայնության կարգավիճակի հարցում։ Սա է նշանակում։ Եկեք գովազդային ընդմիջում հայտարարենք, որտեվ ժամն է արդեն, պահն է գովազդի, կվերադառնանք, կշարունակենք զրույցը։ Պարոն Ղուկասյան, գովազդի եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության Ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Ձեր երեխաների ուրախ, անհոգ եւ գրագետ մանկությունը վստահեք Սիմբա արքա մանկական զարգացման կենտրոնին։ Հասցե Մաշտոցի 5G, հեռախոսահամարներ 093 405 411 095 405 411։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցե Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882 091 522 882։ Նոյանտապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +188 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյանտապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Անդրեաս Ղուկասյանի հետ, հայ կառուցողական կուսակցության նախագահի։ Պարոն Ղուկասյան, մեր հարցազրույցի առաջին հատվածում վերջում մենք այսպիսի ես հարց տվեցի, թե ինչու
ավելի ճիշտ դուք այդ հարցը բարձրացրեցիք, որ կարծես թե լուր է ընդունվել այդ Փաշինյանի հրապարակումը, հրապարակած փաստաթղթերը արձագանք չստացան եւ 3 նախագահներից համենայն դեպս եւ դուք եւ կարծում եմ եւ հանրությունն էր սպասում ինչ-ինչ արձագանք, ինչ-ինչ մեկնաբանություններ, շատ կծկտուր մեկնաբանություններ ստացվեց եւ իմ հարցին թե ինչով եք դուք դա բացատրում Բացատրությունից մեկը դուք ասացիք չեք բացառում, ես մեղմացնում եմ, գուցե դուք ասեք, չեք բացառում, որ եղել է կոնսենսուս, եղել է պայմանավորվածություն, անգամ եթե չի եղել պայմանավորվածություն, լուր է ընդունվել, չնայած նախընտրական շրջանում, երևի թե հրաշալի առիթ էր նախընտրական պայքարի մեջ օգտագործել նաև այս փաստաթղթերի հրապարակումը եւ դրանցից բխող ուրեմն ինչ-ինչ հետևություններ։ Ինչու չարվեց, իսկ նշանակում է արդյոք, որ այլ հարցերում եւս կարող է պայմանավորվածություններ լինեն։ Իհարկե, որովհետեւ նորից եմ ասում, շատ ռիսկային է Նիկոլ Փաշինյանի համար կատարած քայլը։ Միսկի խմբի փաստաթղթերի հրապարակումը հիմք է Նիկոլ Փաշինյանին ընդհանուր մինչև քրեական հետապնդում մեղադրանք ներկայացնելու հələ թողած քաղաքականը բոլոր են խոսակցությունները Դավաճան եւ այլն միս եւ արյուն են ստանում որովհետեւ կան փաստաթղթեր որը հենց եմ ասում հայերեն թարգմանված լինելու եւ հրապարակվելու դեպքում եւ կողքը դնելով վարչապետի խոսքը ակնհայտ է դառնում սուտը Մարդը մի բան է ասում, փաստաթղթի մեջ ուրիշ բան է գրած։ Սա օգտագործվելու է։ Դրա համար բերեցի LRD օրինակը։ Սա օգտագործվելու է այդ նախընտրական, եկեք անցնենք ուրեմն այցեն նախընտրական շրջանին։ Եթե դա հրապարակվում է, ոչ մի գիտակից մարդ չի անի քայլ իր անձի դեմ։ Դա կարող է լինել այն պայմաններում, որ երաշխիքներ է ունեցել Փաշինյանը, որ հետևանք այդպիսի այդ հետևանքները, որ նկարագրեցի, իրեն չեն հասնում։ Այդպիսի երաշխիքներից մեկը դա նախկին նախագաների լռությունն է։ Տեսնում ենք, որ նախկին նախագաները լռում են։ Այսինքն այդ երաշխիքը ինքը ուներ եւ այդ երաշխիքը հիմա գործում է։ Երկրորդ երաշխիքը, առաջի երաշխիքից բխում է խորհրդարանական ընդդիմության լռությունը։ Ես նկատի ունեմ աղմուկը, պաշտոնական հայտարարությունների մասին է խոսքը։ Եվ արդեն վերահսկող հատված է կառավարության համար արտախորհրդարանական կուսակցությունների տիրույթը, որտեղ որ այսպես ասած շատ վտանգ չի, եթե հայ կառուցողական կուսակցությունը հայտարարությունով հանդես գա կամ այս ինչը որ ես հիմա ասում եմ պաշտոնական, որպես ներկայացնի ինչ նրանից որ 150 կուսակցություններից մեկը այսպիսի կարծիք ունի, իսկ մյուսները Լավ, սա կարող է ներքին իրավիճակի ինչ որ ցուցիչ լինել։ Մենք ինչ որ կարողանում ենք կողմնորոշվել ինչպիսին են փոխհարաբերությունները ուժերի միջև։ Սա ցուցիչ է, որ երկրում դավադրություն կա ժողովրդի դեմ մեծ։ Ժողովրդի դեմ։ Այո, եթե կա կոնսենսուս նման հարցով նախագահների եւ վարչապետի, բանա տպավորությունը դուք Համաձայն չէիք տարիներ շարունակ այդ ձևակերպման հետ Արցախի հիմնահարց։ Համաձայն չէիք, որ Արցախի հարցը հանդիսանում է Հայաստանի համար հիմնահարց։ Ժամանակ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց էին ասում։ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց։ Հիմա են ասում Արցախի հիմնահարցի դեպ։ Հիմա էլ չեն ասում։ Չեն ասում։ Բայց եթե հիմնահարցի վերաբերյալ այսպիսի բան կա, դա կարևոր չի։ Կարևոր է, չէ՞։ Դա կարող է կարևոր չլներ։ Կարելի է 30 տարի ասել հիմնահարց, ու հետո պարզվի, որ դա բան է, սենց անհետևանք մնա այդ սենց արեցին ու չկա։ Որպեսզի տենց բան տեղի ունենա, ինչքան մարդիկ պիտի դավադրության մեջ մտնեն ժողովրդի դեմ։ Դա միայն կառավարության, այսպես ասած, բանը չի։ Դա պիտի եւ այդ բոլոր հանգուցային դեր ունեցող մարդիկ գան ընդհանուր հայտարարի, որ այդ հիմնահարցը պետքա sense մի հատ անել, կորի գնա։ Որ դուք ընդհանրապես էլ չհիշեք, որ դա հիմնահարց է եղել։ Դե ես շարունակում եմ ուշադրություն դարձնել այդ ձեր ձևակերպմանը, որ կա դավադրություն եւ Ես չեմ կարա ոչ մեկ չի կարա հիմա ասի, որ դավադրություն չկա։
Եթե այս վիճակն է, որ կար հիմնահարց 30 տարի, ու հետո Իմ հարցն էլ դա, եթե այդ հարցում կա դավադրություն, դա չի ժխտում այն մտավախությունը, որը այլ հարցերի մեջ, այլ հարցերում, այլ դրանից բխում է մյուս։ Այո, այլ հարցերում եւս պետք է լինի։ Այդ կոնսենսուսի ինչ ճանապարհով են հասել։ Ով ինչ է ստացել նրա դիմաց, որ այդ կոնսենսուսը ձևավորվի։ Այսինքն սա այսպես սպասերով գնալու են մինչև հունիսի 7-ը։ Մենք չմտնենք ենթադրությունների դաշտ, բայց հիմա մենք ունենք ընտրություններից առաջ մի միջադեպ, որը որ ոչ մի այսպես տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետև ընտրություններից առաջ այսպես կրակել սեփական ոդին հրապարակել փաստաթղթեր, որոնք որ ասում են ոչ միայն բացասական հետևանքներ պիտի ունենան հետագայում, հա, հանրային կարծիքի վրա ազդելով, այլ քրեաիրավական հետևանքներ կարող ունենալ անձամբ վարչապետի համար, նման բանում, հա, նման դասավորության, ոնց կարելի նման դասավորության հասնել։ Եվ այնտեղ մյուս հարցն է գալի, իսկ անհրաժեշտությունը ո՞րն էր։ Ինչի էր պետք այդ դա անել։ Ինչ էին ուզում դրանով, ինչ վիճակ։ Դա իմ առաջին հարցն էր, եթե կարող եք այդ հարցին էլ պատասխանեց։ Ինչու Փաշինյանը որոշեց դա անել։ Ես հիմա չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Որովհետև նորից եմ ասում, ստեղ կա ժամանակ կա պետք, որպեսզի մենք որոշակի ժամանակ տեսնենք հաջորդ իրադարձությունները ինչպես կա։ Ստեղ կա միջազգային արձագանք։ Ռուսաստանը քննադատեց, բայց դե ասես տենց բան չէր կարելի անել, դա բայց արել եք լավ եք արել։ Ցույց եք տվել, որ տեսեք մենք ոնց ենք ձեզ օգնել, Սերժ Սարգսյանին նամակնել դրան վկայություն, որ շնորհակալությունով սկսում է, շնորհակալությունով վերջանում է։ Դրան վկայություն, որ Ռուսաստանը կոնսենսուսի մեջ էր համանախագահող գերտերությունների հետ Արցախի հարցում երկար տարիներ։ Ես դրա համար ասում եմ հիմա վաղաժամ է ասել ինչ որն էր այն անհրաժեշտությունը, այդ անհրաժեշտությունը եկավ դրսից եւ ներսի ուժերը համախմբվեցին, որ մի կերպ սա մարսեն մեկ տարբերակ։ Ներսի ուժերը ինչ որ ինտրիգի մեջ են գտնվում երկրորդ տարբերակ։ Մի խոսքով ստեղ հիմա ձեր հարցին պատասխանել իմ կարծիքով շատ դժվար է, բայց իմ տպավորությունը որ հրապարակվածի այսպես ասած կառուցվածքը հիմք է տալիս մտածել, որ նպատակ կար այս ամենի ուղղորդել նաև այնպես, որ Սերժ Սարգսյանը դրական լույսի տակ, այսպես ասած, ներկայանա, որպես հայ ժողովրդի իրավունքների պաշտպան եւ այլն, իսկ Ռոբերտ Քոչարյանը բացասական։ Ընդ որում Քիվեստի փաստաթուղթ պաշտոնական չկար, որ հրապարակվեր, դրա համար հրապարակեցին հայկական ժամանակի Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբից ստացած, այսինքն դա հասկանում եք աղբյուր չի կարող հանդիսանալ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբից ընտրությունների ժամանակ կարող էին հակառակորդին։ Ինչն է ձեզ մտահոգում։ Լավ, այդ դուք առաջին հատվածում մեր հարցազրույցի ամբողջ ասացիք ձեր տպավորությունները եւ վերլուծությունը, շնորհակալ եմ շատ դրա համար, մոռացա շնորհակալություն հայտնեմ։ Ինչն է մտահոգում հիմա, այսօրվա մեր իրավիճակի վրա, որ մենք արտացոլում ենք այդ կատարվածը։ Վերնախավի նախկին ներկա վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ չի կարող չմտահոգել, ոնց կարելի է մարդկանց դեմ, ես դրա համար դավադրություն բառը, ոնց կարելի է տևական ժամանակ գտնվել սեփական ժողովրդի դեմ դավադրության մեջ, այդ ինչ որ որակա չէ։ Մենք հիմա պատանդ վիճակում գտնվող հասարակություն ենք մեր պատանդում ձեռքում, մեր իշխանությունների ձեռքում, որոնք որ մերը չեն իրականում։ Եթե իրենք դավադրության, եթե մենք ընդունենք այդ, հա, ենթադրությունը, այն իրականության համապատասխանենք, բարձրի որ համապատասխանում է, դա այսպես մենք տեսեք երկար տարիներ ես պայքարել եմ մեր երկրում իշխանության յուրացման ֆենոմենի դեմ։ Այդ երևույթը կար Հայաստանում, իշխանությունը յուրացվում էր օլիգարխիայի, վերածում էր պետությունը օլիգարխիկ, կոռուպցիոն պետության, իրավական, սոցիալական, ժողովրդավարական, ինքնիշխան պետության փոխարեն։ Հիմա տպավորությունը, որ արտաքին ուժերի կողմից յուրացված է Հայաստանի իշխանությունը։
ավելի վատ բան տեղի ունեցավ 18 թվականի հեղափոխությունը պիտի իշխանությունը երկրում վերադարձներ ժողովրդին բայց մենք տեսանք որ իշխանությունը մեր երկրում գնաց արտաքին տիրույթներ ավելի քան նախկինում ավելի հեռու է այսօր ժողովուրդը իշխանությունից քան եղել է մինչև 18 թվական սա չի կարող չմտահոգել այսօր տեղի ունեցած բոլոր իրադարձությունները վկայում են դրա մասին երբ որ պետական արիները սկսում են այսպես գործել ոչ տրամաբանական ոչ շիտակ ոչ բան անբացատրելի դրություններ են առաջանում դա միջամտության մասին է չէ խոսում որ կա արտաքին միջամտություն դա շատ վատ երևույթ է դա մեծ վտանգ է մեր երկրի համար արտաքին ասելով ինչ որ ուղղություն եք ուզում մատնանշել չեմ ուզում Ռուսաստանը մատնանշեմ հիմա ավանդաբար չէ ում հսկողության ում ազդեցության տակ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ գտնվում է Ռուսաստանի բայց բոլոր ձգտումները դեպի Եվրամիություն այս տրիպ ճանապարհի հետ կապված մեզ շատ քիչ ժամանակ է մնում բայց 13 թվականին Սերժ Սարգսյանի ասոցիացիան բանակցությունների հետ կհամեմատվեն այդ ամեն ինչ որ ասեցի այն ժամանակ ավելի բուրն էր ուզում եք ասեք ավելի ցայտոներ իշխող ուժը ԵԺԿ անդամ կուսակցություն ասոցիացիան պայմանագիրը սեղանին դրած դոնորների կոնֆերանսը այնտեղ արդեն 5 րոպե պակաս հավաքվում էր որ Հայաստանին ֆինանսական աջակցություն տան օգնեն դուրս գալ ռուսական այդ ազդեցության այսինքն կասկած ունեք որ սա մինչև վերջ կհասցվի դուք կարծում եք որ դա զուգահեռ տրիպերը բաները բլեֆ ասա համարում եք որ բլեֆ միշտ ընտրություններից առաջ նույնժելի դա եթե նույն բանը կրկնվում է հասկանում եմ 5 տարի անցնում է մարդիկ մոռանում են բայց մեր երկրում ընտրություններից ընդառաջ միշտ տեղի է ունենում արևմտամետ ինչ որ այսպես քաղաքական բաներ էլի 13 թվականին 12-13 թվականին Սերժ Սարգսյանն էր ավելի եվրոպական քան Սերժ Սարգսյան եղել է պատմության մեջ Հայաստանի չի եղել ամենապրոեվրոպական գործիչն է հիմա Սերժ Սարգսյանն ինչ է քարոզում Եվրոպա չէ Պարոն Ղուկասյան, մեր եթերաժամը ավարտվեց, ես ուզում եմ հրաժեշտ տամ ABC TV-ի մեր հեռուստադիտողներին, շնորհակալություն հայտնելով, որ մեզ հետ էին, մեզ հետևում էին, ներող եղեք, հեռախոսազանգերը չկարողացա ընդունել ժամանակը թույլ չտվեց, մենք ավելի շատ ժամանակ տրամադրեցի պարոն Ղուկասյանին, որպեսզի իր մտքերը մենք կարողանանք լսել, իր վերլուծությունը, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանի հետ եւ հորդորում եմ նրանց, ով ուզում է շարունակել լսել մեր զրույցը պարոն Ղուկասյանի հետ, ես չեմ ավարտում իմ հարցազրույցը, կարող եք մեր Patreon-ի էջում միանալ մեր էջին եւ շարունակությունը մեր հաղորդման դիտել։ Իսկ ձեզ ես ցանկանում եմ ամենայն բարիք, մինչ նոր հանդիպում։ Պարոն Ղուկասյան, այնուամենայնիվ այս հարցը ուզում եմ նորից ուղղել ձեզ եւ ոչ այսպես կտրել ձեր պատասխանը։ Դուք վերջի այս հատվածը մեր դուք ասացիք, որ ավելի ուժեղ է, ավելի մեծ կախվածության մեջ է Հայաստանը գտնվում այսօր դրսի ուժերից, մատնանշեցինք վկայակոչի անունը տվեցինք, անվանումը տվեցինք Ռուսաստանից, քան նախկինում էր եւ իմ հարցին այս բոլոր շարժումները դեպի Եվրամիություն եւ տրիպի ուղի դուք համարեցիք բլեֆ։ Եթե կարելի է, ինչու եք համարում բլեֆ։ Ինչու եք համարում, որ տրիպը չի գործարկվի, ինչու եք համարում, որ Եվրամիության անդամության հայտ Փաշինյանը մինչ մայիս օրինակ չի տա։ Սերժ Սարգսյանը ասոցիացիան պայմանագիրը չստորագրեց։ Հիշում եք։ Ինչու չստորագրեց։ Անվտանգությունից ելնելով, չէ՞, ներկայացրեց բան որպես փաստարկ, որ
պետք է ԵԱՏՄ մտնել եւ մյուս։ Մենք այն ժամանակ Արցախի հարց կար, հիշում ենք մենք։ Հիմա էլ չկա։ Հարցնում եմ, այն ժամանակ Արցախի հարցով բացատրվեց ժողովրդին, որ այդտեղ բարդություններ կային։ Արցախի հարցի, օրինակ Նիկոլ Փաշինյանը ասաց Արցախի բռնկության համար հարկավոր է նշաձողը կարգավիճակի իջացնել։ Բռնկեց դա Արցախը։ Նշաձողը իջացնել նշանակում էր, չէ, լուծարել Արցախի հանրապետությունը, հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելուց այդ 3 կետերի երկրորդ կետից, հա, հանրաքվեից եւ այլ բռնկեց դա Արցախը։ Այդ շանտաժները այսպես հանուն սրա, հանուն նրա, չէ, եկեք կողք տնենք, իրականում հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը իր ռազմավարությունը որոշել էր տարիներ առաջ, շարունակել մնալ կոպիտ ասած խորհրդային միության կազմում, ձեռք բերելով անկախություն, հետագա Ռուսաստանի հետ ռազմական, քաղաքական, տնտեսական մյուս պայմանագրերը ուղղված այն շարունակել պահպանել այն վիճակը, որ եղել է խորհրդային միության ժամանակ, այսինքն Հայաստանի համար ինչ ճանապարհ կար, կամ գնալ դեպի Եվրոպա, ինչպես Լատվիան, Լիտվան, չէ, Էստոնիան գնացին, կամ մնալ կանգնած տեղում կանգնել ինչ էր նշանակում, վերաձևակերպեց խորհրդային միությունը, դարավ ԱՊՀ, մնալ ԱՊՀ կազմում, Հայաստանը դա արեց ընդհանրապես։ Երրորդ ճանապարհը Հայաստանը կարող էր ինքնուրույն իր ռեսուրսներով փորձել ռեգիոնալ դերակատարություն ունենալ, հիմնվելով Սփյուռքի վրա եւ այլն, դրա մասին շատ էին խոսում, բայց դա տեղի չունեցավ։ Դա ինչու այդ ճանապարհով չգնաց Հայաստանը։ Հայաստանը հրճակեց այդ ճանապարհը, բայց այդ ճանապարհին ոչնդոտ հանդիսացավ կոռուպցիան մեկ ոչնդոտ։ Երկրորդը համաշխարհային դիմադրությունը։ Տարածաշրջանում նման պայմաններում ինքնուրույն, այսպես ասած, ինքնաբավ երկիր դառնալու համար պայմաններ եղել են։ Այսօր կան։ Այսօր էլ ընդհանրապես չկան, բայց եթե այն ժամանակ դեռ կարելի էր հույսեր ունենալ, որ կարելի է հարավային Կովկասում ինչ որ ապագայում տեսնել, հա, Հայաստանի եւ Վրաստանի կոոպերացիա, որտեղ Հայաստանը կախում ունի, չէ, այդ արտաքին շուկաների հասանելիությանը, Վրաստանի դերը Հայաստանի համար հանգույցային է, Իրանի դերը Հայաստանի համար հանգույցային է, այն պայմաններում եւ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանին որոշակի այնպիսի պայմաններ են առաջ քաշում, գոյատևման հարց առաջացնում։ Ինչ պետք է լինի, որպեսզի Հայաստանը կարողանա փոխվել այդ կապանքներից, Հայաստանը կարողանա իր ոտքերի վրա կանգնել։ Փաստորեն դուք ասում եք այդ խորհրդային միության փլուզումից։ Այս փուլում առայժմ մենք չենք եղել։ Ըստ իս անդամությունը Եվրոմիությանը այլընտրանք չունի։ Հայաստանի համար անդամությունը Եվրոմիությունում Հայաստանի համար այլընտրանք չունի։ Այսինքն դա տևական ժամանակ կամ որոշակի ժամանակ կամ չգիտեմ ինչ ժամանակ կամ առհասարակ ցանկացած միություն չէ, ունի սկիզբ, ավարտ, պատմությունը ցույց է տալիս, բայց այս պատմական этаպում Եվրոմիության անդամ լինելը ինչ է նշանակում։ Շուկաների բացվածություն, Հայաստանի շուկան բաց է Եվրոպայի համար, Եվրոպա ասած չէ, Բուլղարիա, բան եւ այլն։ Այդ շուկաները բաց են Հայաստանի համար։ Սա է պայմանը, որպեսզի եվրոպական ֆինանսական միջոցները, ներդրումները, մասնավոր ներդրումները գան Հայաստան։ Մենք ունենք, չէ, օրինակ մեր դեմը, Թուրքիան ինչի հաշվին ունեցավ տնտեսական այսպես զարգացում վերջի տարիներին, վերջի մի քանի տասնամյակներին, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, շնորհիվ եվրոպական ներդրումների, չէ։ Միանշանակ։ Այսինքն եւ Հայաստանի համար այսօր բարձ է իրողությունը, որ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելարուսը ներդրման միջոցներ չեն, ներդրման աղբյուրներ չեն Հայաստանի համար։ Ինչ կարելի է
ակնկալել, դա եվրոպական ֆինանսական շուկաներից է, եվրոպական մասնավոր ընկերությունների հետ համագործակցության արդյունք, ինձ թվում է դա ակնհայտ է։ Աշխարհ քաղաքական հարցերում ակնհայտ է, որ անդամությունը Հայաստանի Եվրոմիությունում Թուրքիայի համար մարտահրավեր է։ Պատկերացրեք, Հայաստանի ձայնից կախված պիտի լինի Թուրքիայի անդամ դառնալ կամ չդառնալ։ Ադրբեջանի համար դա եւս մարտահրավեր է, որովհետեւ եթե Հայաստանի ձայնից կախված կլինի ադրբեջանական նավթ եւ գազ առնել կամ չառնելը, չէ՞։ Խնդիր է դա։ Խնդիր է, չէ՞։ Այսինքն Թուրքիայի համար, Ադրբեջանի համար Ռուսաստանն եւս այդ դիրքն է պահում։ Հայաստանի միավորումը Եվրոմիության կատաստրոֆա է։ Այս ամբողջ կոռուպցիայի սուտի, ինչը որ մենք քննարկում ենք սկզբից, դա կոռուպցիայի եւ մութ գործարքների արդյունք է։ Գործընթաց 30 տարի որ գնա հանրաքվե անցկացնելու շուրջ Արցախում ու վերանա ասենց դա չի կարող հենց այնպես լինի, դա պիտի բոլորին փող բաժանվի, բոլորին պիտի անօրինական, չէ, մի շարք մարդիկ Հայաստանի ներսում, Հայաստանից դուրս, տարբեր միջազգային կառույցներում պիտի փաչկերը փագեն, որ տեղի ունենում հանցագործություն։ Պետական պաշտոնյաները որ դեպքում են աչքերը փագում, որ հանցագործություն չտեսնեն։ Երբ որ հաստ պաչկաներ են դնում իրենց եւ իրողության առջեւ, որ իրենք փողերի արարքով նայեն ու չտենան, չէ՞։ Այսինքն այս ամեն ինչը, չէ, հիմա տեսեք դրա վրա է հենված պոստսովետական, այսպես ասած, եւ դրան գումարած Թուրքիա, ասիական պետությունները եւ այլն։ Այս դասավորությանը հակառակ իրավիճակը փոխող դա Եվրոմիության անդամությունն է։ Ես բացարձակ չունեմ իլյուզիաներ, որ Եվրոպայում կոռուպցիա չկա, հակառակը ես ասում եմ նրա մասին, որ երբ որ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը ինչ որ բաներ են առաջ քաշում, կոռուպցիան գործիք է։ Դուք կարող եք նայել եւ զարմանալ, ինչի է Վիտկոֆը իրեն այսպես պահում, էլի մարդու ուրախ եկել է Մոսկվա, բան երջանիկ է, իսկ երբ որ հանդիպում է ուկրաինական բանի հետ, այդ կողմի հետ, խոժորված, ինչու։ Որովհետև ուկրաինացիները փող չեն առաջարկում ակնհայտ Վիտկոֆին։ Իսկ ռուսական իրողությունը Ռուսաստանում ամեն ինչը փողով է։ Կոռուպցիոն երկիր է։ Պիտի 10 վերցնես բոլորը իրար հետ, չէ, հեշտությամբ մտնում են։ Ինչպես եւ Ադրբեջանն է սիրում։ Ինչպես եւ Ադրբեջանը, ինչպես եւ Թուրքիան։ Ինչպես եւ Թուրքիան։ Անգլիական եւ եթե բանով գնանք 18 թվականին մինչեւ այդ պայքարը, Սերժի դեմ պայքարը, Քոչարյանի դեմ պայքարը, վերջը կոռուպցիայի դեմ պայքար էր, որ պետությունը լինի առանց կոռուպցիայի, որ մարդկանցից փող չկորզեն տարբեր կոռուպցիայի դեմ պայքարի պատրանք երևի։ Այո, հայ ժողովուրդը ինչին չո է տարբերվում եվրոպական մտածելակերպ, այսպես այդ բոլոր բառերը արժե համակարգ ասիականից։ Դու պատրաստ ես ղեկավարության արչև խոնարհվես, փող տաս, որ քեզ թույլ տան շնչել, ապրել մի բան, թե դու այսպես ասած ուզում ես ազատ ապրել պետական, այսպես ասած, այդ օրենքի շրջանակում եւ քեզանից ոչ մեկ փող չկորզի ապրելու համար։ Սա է տարբերությունը, այսպես ասած, ապրելաձևերի։ Հայերը իհարկե չեն սիրում կոռուպցիա իրականում, ցավոտ թեմա է, հարկեր չեն սիրում տալ, բայց եւ կոռուպցիոն փողեր վճարներ չեն սիրում անել, դրա համար մենք ներուժ ունեցանք այդ Քայլ արա մերժիր Սերժին անելու։ Նիկոլ Փաշինյանի պարագայում քողարկված է այս ամենը այդպիսի հիմա շարժում հակակոռուպցիոն պայմաններ մի քիչ ավելի դժվար է եւ Սերժ Սարգսյանի ժամանակ այդ Բուրգաձև համակարգը մարդկանց ընկալման մեջ պատասխանատուն էր Սերժը։ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց վիճակ ստեղծել, որ ինքը պատասխանատու չի երկրում կոռուպցիայի համար, բայց Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի տարբերությունը, ասում եմ, նա է Նիկոլ Փաշինյանի մոտ ոնց որ թե այս մյուս հարցերը ավելի լուրջ վտանգներ են ստեղծում եւ երկրորդ, եթե հետ վերադառնանք, դուք հարց տվեցիք, ինչն է ինձ մտահոգում, առաջինը որ դավադրություն կա մեր ժողովրդի դեմ, քաղաքական վերնախավ,
Երկրորդը, որ երբեք նույնիսկ եթե դավադրություն լիներ, իշխանությունները չէին գնա ինչ որ քայլերի, եթե տեսնեին, որ ժողովրդի մեջ դիմադրություն կա։ Իշխանությունների գնահատականով մեր հասարակության դիմադրությունը հիմա գտնվում է նվազագույն վիճակում։ Մեզ հետ կարելի է անել ցանկացած բան, մենք լուր դա ընդունում ենք, այսպես ասած, անցնում ենք կողքով, իրենց դեռ հաջողվում է այսպես առաջ տանել այն քաղաքականությունը, որը իրականացնում են մեր հաշվի։ Սա ուրիշ թեմա է բարձրացնում, դրա պատճառները, բայց դա երևի առանձին խոսակցության։ Հաստատությունն է պատճառները, պարտված հասարակության կերպար կերծվեց հույս չունի ժողովուրդը, որ հույս չունի, հետագա ապագա չկա, խապված է իրենց գում։ Տեսեք, այս բացահայտումների մեջ նույնպես ես օրինակ փորձում եմ զգուշավոր լինել, որովհետև լրիվ որ sense բացահայտես մարդիկ կարողանան մանտրաժի մեջ ու դեպրեսիայի մեջ ընկնեն, որ մինչև կյանքի վերջ չկարողանան բան անեն, էլի ճշմարտությունը այդպես վտանգավոր հատկություններ ունի եւ այս կամ այն աստիճանի մարդիկ ուզում են խապված լինել, դա օգնում է, այսպես ասած Հոգեբանական, այո, փախուստի ձև է։ Փախուստի ձև է, այո։ Շնորհակալ եմ, պարոն Ղուկասյան։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Անդրեաս Ղուկասյանի հետ ենք զրուցում, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Սուրբ Մարգարետ Առաքելյանը։ Բարին ձեզ։